Սակայն երբ 7 նորեքը կատարելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարի մեջ տեսնելով, նրա շուրջը հավաքեցին ամբողջը և ձեռքները նրա վրա դնելով աղաղակում էին. «Ով իսրայելացիներ, օգնեցեք, այս մարդն է, որ հակառակ ժողովրդի և օրենքի ու այս սրբավայրի ամենուր ամենքին ուսուցանում է, մինչև իսկ հեթանոսներին տաճար մտցրեց և այս սուրբ տեղը պղծեց»։ Ըստ որում առաջուց նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս եփեսացուն և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար մտցրեց։ Ամբողջ քաղաքը շարժվեց, և ժողովուրդը խռնվեց, բռնելով Պողոսին, քարշ տվեցին տաճարից դուրս և իսկույն դռները փակվեցին. նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասավ, թե ամբողջ Երուսաղեմը հուզման մեջ է։ Սա իսկույն զինվորներ և հարյուրապետներ առնելով իր հետ, շարժվեց նրանց վրա։ Եվ նրանք տեսնելով հազարապետին ու զինվորներին, դադարեցին Պողոսին ծեծելուց։ Այն ժամանակ հազարապետը մոտենալով բռնեց նրան ու հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով և հարցնում էր, թե ով է և ինչ է արել։ Ամբոխի մեջ այլևայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմկի պատճառով ստուգությունը չկարողացավ իմանալ, հրամայեց նրան զորանոց տանել։ Երբ աստիճաններին հասավ, այնպես եղավ, որ ամբոխի բռնության պատճառով զինվորները նրան բարձրացնեն և տանեն, քանի որ ժողովրդի բազմությունը ետևից էր գնում, աղաղակելով մահ դրան։ Եվ մինչ Պողոսը զորանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի է ինձ խոսել քեզ հետ»։ Եվ նա ասաց. «Հունարեն գիտես. չլինի թե դու ես այն Եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր և անապատ հանեցիր 4000 սուսերավոր մարդկանց»։ Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ, Կիլիկիացիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի։ Աղաչում եմ քեզ, ինձ հրաման տուր, որ իմ խոսքն ուղղեմ այդ ժողովրդին»։ Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը աստիճանների վրա կանգնած, ձեռքը շարժեց դեպի ժողովուրդը, երբ կատարյալ լռություն տիրեց, սկսեց խոսել եբրայեցերեն լեզվով և ասաց.